Փողոցի հակառակ կողմում ապրում է վիշապ։ Սպասում եմ լուսաբացին, որը իր հետ կբերի վրեժխնդրության ծառավը։ Լույսը արդեն գրոհում է մթին փողոցներին։ Հիմա վիշապը կարթնանա, կհագնվի եւ դուրս կգա տանից, համախոհներին հանդիպելու։ Ահա եւ լույսը բացվեց։ Նա մերկ քայլում է իր տան մեջով։ Նա հագնվեց, դուրս եկավ եւ քայլերն ուղեց փողոցն ի վար։ Ես դրա հետևից գնացի եւ ձայնեցի. «Թալիաթ»։ Նա չլսեց։ Ես մի անգամ էլ ձայնեցի. «Թալիաթ»։ Նա կանգ առավ, բայց չշրջվեց։ Երրորդ անգամ ձայնելուց հետո «Թալիաթ»։ Նա զարմացավ, չէ որ նրան Բեռլինում ոչ մեկ Թալիաթ անունով չէր դիմում։ Շուռ եկավ եւ հայացքի դիմաց դիմավորեց ատրճանակից փողը։ Վրեժխնդրության ծառավը չէր, որ մատը սեղմեց ձգանին։ Մեռնող մանկած ճիչերը չէին, որ մատը սեղմեց ձգանին։ Մորս ձայնն էր հոգուս խորքում։ Խոսում ես հայկով։ Ետ չես բերի, որդիս։ Կրակեցի։ Նրան շնչացած հին կաղնու պես ընկավ գետնին։ Ժողովուրդը հավաքվեցին եւ գոռացին. «Մարդ է սպանել, մարդասպան»։ Ես նրանց ձայներին ի պատասխան ողջ ուժով բղավեցի. «Ես մարդ չեմ սպանել, ես պարզապես սատկացրել եմ մի շունչ»։
Թուրքիա